Նույնիսկ մի օր Wi-Fi-ը սանջատված էր, տղաները օֆիսից նկատել էին, որ ինչ-որ բան կա, զանգահարեցին, ասեցի, չէ, հանգիստ եղեք, նորմալ է ամեն ինչ, ուղղակի Wi-Fi-ը էր անջատված, գյուղում չկար վթարեր։ Շատ ուշադիր են, ես ոչ հետևում եմ, ոչ գիտեմ, ոչ բան, այնքան են վստահում, որ ոչ մի հարց մոտս չկա, կասկած չկա մոտս։ Բացի որ այն մենք ես զանգեմ, իրանք զանգեն, պաշտոնական մոնիթորինգին մասնակցում եմ։ Զանգում են, ես ասում եմ նորից։ Ամեն ինչը աշխատում եմ առաջ նայեմ։ Թաղում ինձ ասում են, կլինի մի բան դուրս գա, առաջինը դուք չբերեք թաղ, ասում եմ, չէ, ամեն ինչի առաջինը ես պետք է բերեմ։ Ու դուք էլ շարունակեք, տեսեք, արեք։ Սկսեցինք արդեն բիզնես դնել, թոնրի լավաշ, խմոր շաղաղիչ, սառնարաններ, տան շինարարության հետ ընդեղ արդեն էլեկտրական գործիքներով աշխատանքներ, որ հոսանքը մեծ ծախսեր։ 7 օրվա կտրվածքով ես հաշվարկ արեցի, ամսեկան եկավ 35-ից 40 հազար, եթե այդ տեմպով ես շարունակեի, պիտի այդքան գումար մուծեի։ Սկսեցի զանգահարել բոլոր արևային կայաններով զբաղվող գրասենյակները։ Վոլտային էլ զանգեցի, որ Վոլտայի մոտ մի քանի առավելություն արդեն մնաց, որ ուրիշները չունեին այդ նույն առավելությունները, Վոլտան ուներ։ Ու շատ գոհ եմ ու արագ արձագանքեցին միանգամից։ Չասեցին հերթ կա, ինչ կա, բատիկին իրինա միանգամից։ Մոտեցան, չափագրումներն արեցին ու հիմա օգտվում եմ արդեն 2 տարի է, շատ գոհ եմ ու ամսեկան վճարում եմ ընդամենը 10,000։ Իմ ապառիկի ապրանքների գինը, հոսանք ընդհանրապես չենք մուծում, դեռ ավելցուկ եմ ունենում, իմ հաշվին գումար է նստում։ Օգտվում եմ նաև ջեռուցիչներից։ Ասենք կողքից հարևանները ուզեցել էին, զանգել էին մի քանի տեղ, դեռ սպասում էին։ Այնքան սպասումների մեջ էին, որ իմը միանգամից եղավ, եկաք տեղադրեցիք, 2 հարևանս միանգամից իրանց որոշումները փոխեցին ու միանգամից դիմեցին Վոլտային։